Բարի օր ժողովուրդ ջան։ Ուրեմն քանի ժամա գլուխս ուզում եմ sense ջարդվում արդելի, ուզում եմ հասկանամ այս արտահայտությունները ինչ է նշանակում։ Լուրջ եմ ասեմ, ինչ հիմա չեմ հասկացել, էսա կասեկետիչ բարդ հարց է, որ չես կարողացել հասկանաս։ Ես ձեզ այդ հարցը տամ, դուք ինձ կբացատրեք մեկնաբանություններում։ Միգուցե ես կարողանամ հասկանալ։ Խոսքը վերաբերում է նրան, որ այսօր վատ է ազգում թե նախկին իշխանության անդամներ, թե ընդդիմությունը, դե նախկին իշխանությունն է այսօրվա ազգային ժողովի, բայց արտախորհրդանային ընդդիմությունից էլ կան վատ զգացող, որ Պուտինը հարց է տվել, ոչ թե հարց է տվել, խնդրել է Փաշինյանին, որ լավ կլինի իրանց այդ ռուսական հայացներով մարդկանց բանտից ազատեն, ազատ մասնակցեն ընտրություններից, sense մի հատ նուրբ նամյոկ է տվել, այսպես ասած, սրանից վատ են զգում, գիտեք ովքեր որ ռուսամետ են հենց, ինչու ռուսամետ մարդիկ, այստեղ գլուխկոտրոցից ստեղ ինչու ռուսամետ մարդիկ վատ են զգում, երբ որ Ռուսաստանի Դաշնության նախագահան իրան թույլ է տալիս խնդրանքով դիմի Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Խոսքի այդ ավելի վատը զգալու է, երբ որ խնդրանքով են դիմում, ավելի վատը զգալու է, երբ որ քեզ պարտադրում է, որ դու քո գույքը ռազմավարական նշանակության եւ մնացած այլ կարևոր օբյեկտները հանձնես իրան, որի դիմաց ոչ մի բան, այդ ավելի շատ վտանգավոր, թե երբ որ խնդրանքով դիմում են, ասում են ինչ կլինի էլի պարոն Վովայևիչ, որ ռուսամետ ուժերին ազատություն տակ, իրանք էլ ակտիվ մասնակցեն այդ ընտրություններին, sense մտնոլորտ։ Նախ առաջինը հələ չխորանանք sense քաղաքական նրբության վրա, որ ստե վատ բանել չեմ տեսնում ես խորը, վատը նենցա որ պետքա, գիտես, պետականամետ մարդը վատը զգա, միտեղ իշխանամետ մարդը վատը զգա, բայց երբ որ ռուսամետ մարդն է վատը զգում, ես զարմանում եմ, կամ կեղծիք է ձերը, կեղծ դիրքորոշում է դա, բայց դրանով ինչ եք ուզում ասած ելնեք։ Նախ դուք չի էլի կներեք որոշ տենց ընդդիմադիրներ եւ որոշ ռուսամետ մարդիկ, ովքեր որ ասել եմ ու կասեմ միշտ, որ Պուտինին պապա են ասում, բայց պապա են ասում, եթե դուք պապա եք ասում Պուտինին, եւ ձեր պապան փորձել է ինչ որ խորհուրդ տա, ինչ որ խնդրանքով դիմի Փաշինյանին, ձեր պապայի խոսքից վատ եք զգում։ Հիմա դա միջամտնելս դրան որն է, խնդրանք է դա, միջամտնելը գիտեք որն է, միջամտնելը այն է, որ իրա Ռասկուլաչիտ զենքերը առել եք այդքան տարիներ, նույն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, Սերժ Սարգսյանի ժամանակ, չնայած կարող է Ռուսաստանը լավ զենքեր չուներ, իր եղածը էդ էր, եւ էդ էլ առել եք, ստե քննարկման ընթացք է, Ռուսաստանը ձեզ պարտադրել է իրանց խալամը բերեք, թե դուք ձեր ցանկությամբ եք բերել, էս էլ հարցի մյուս կողմն է, որի համար մինչև օրս պատասխան չեք տվել, որի համար իմ մեղադրանքները կարա հնչի մեր իշխանության ուղղությամբ, որ ինչու այդ մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվել։ Բայց վերջապես ես իսկապես ուզում եմ էլի հասկանամ, այդ ո՞նց է դառնում, համ դուք երջանիկ եք, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, համ ասում եք բերեք ավելի շատ ամրապնդեք, մենք ուրիշ տեղ չունենք գնալու, պետքա ռուսի հետ լինի մեր կապը, մեր հարաբերությունը, ամեն առումով, թե ռազմական, թե տնտեսական, թե յուրաքանչյուր առումով, ու երբ որ խնդրանքով դիմում է ձեր երկրի վարչապետին, ասում է ինչ կլինի ռուսամետ ուժերին ազատ արձակեք, դրանից վատ եք զգում։ Ես չեմ հավատում, որ դուք վատ եք զգում։ Ուղղակի այնքան անգիրարած տողեր եք հասել, կարևորը դեմ խոսակ իշխանությանը, նույնիսկ եթե կարող է դեմ խոսակ ու դրանով դառնաք աջակցած նույնիսկ իշխանությանը, դուք դա անգիտակցաբար արդեն անում եք։ Չի կարելի էլի խոսքերքը ծամոն սարքել, վերջը հասկացանք սիլիկոնի դարաշրջանում ենք ապրում, բայց ձեր ուղեղներն էլ է սիլիկոնից։ Հասկացանք, որ լիքը պարագաններ կա, որ սիլիկոնից են սարքում։ Հիմա սիլիկոնով չգիտեմ, մարդիկ իրենց մարմնի մեջ ներարկումներ են անում, բայց ուղեղի մեջ էլ են ներարկում անում, որ ձեր ուղեղը այդ աչքան սիլիկոնվի է։
Անվատ ես զգում Պուտինի խոսքից համացում ես չէ Ռուսաստանից այն կողմ չկա Ռուսաստանը պետքա մեր դաշնակիցը լինի Ռուսաստանը պետքա այդ միջամտություններ քո ասելով մեր երկրի տնտեսական ներքին հարցերին բայց միջամտություն չի որ ռուսական ռազմաբազա կա Հայաստանում միջամտություն չի որ էլի Արաքսի ամբողջ երկայնքով ռուսական բաներն են կանգնած սահմանապահ զորքն է կանգնած այդ միջամտություն չի որ այդքան տարի Ռուսաստանը ձեռներդ կապած Ադրբեջանին զինում էր ու դու կողքից նայում էիր բա եթե սա խոսքը վերաբերում է ուժեղ ղեկավարի մասին որ Փաշինյանը թույլ ղեկավար է ես չեմ ասում Փաշինյանը ուժեղ ղեկավար է Փաշինյանը որ ուժեղ ղեկավարը լինես որ ձեր բերանից չպետքա դուրս գա այսպիսի խոսքեր եթե ասում եք Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը ուժեղ ղեկավարներ են որտեղ իրանց ուժերն են էլի ընդդիմություն կազմում եւ նախկին իշխանությունները իրանք են եղել եթե ուժեղ են եղել ինչու մի բերան չեն ասել հələ լսեք Պուտին դուք մեր դաշնակիցն եք թե մեր ճշնամին ես ինչի եք զինում Ադրբեջանին բա թող այդ ասեին որ հետո ասենք տեսեք որտեղ էտել էր միջամտություն եթե Ռուսաստանը երկու պետության զինում էր բայց քեզ տալիս էր չկրակվող Սմերչներ թե որն էր որ Իսկանդերը հա չկրակվող Իսկանդեր իսկ Ադրբեջանին տալիս է ավելի լավ զենքեր եւ լիքը հարցերը խառնվել է այդ ժամանակ դուք ված չէիք զգում հիմա որ ընդամենը խորհրդի ոչ թե խորհուրդ խնդրանք ա եղել ասելա մեր քաղաքական ռուսամետ ուժերը էլ դե կոպիտ ասած ռուսամետ ուժերը մեր լավ տղերքը ազատություն տվեք թող մասնակցեն ազատ ընտրություններին հա էդի ասում եք ինքան թույլ ղեկավարը որ միջամտնում է թույլ ղեկավարին չեն միջամտնում թույլ ղեկավարին հրամայում են թույլ ղեկավարի աչքի առաջ զինում են թշնամի պետությանը եւ թշնամի պետությունը գալիս է զենքով զորքով պատերազմով քո հայրենակիցներին կոտորում այդ թույլ ղեկավարը դա է հասկացաք հիմա ես չեմ ասում Փաշինյանը ուժեղ ղեկավար է Փաշինյանը իմ երազած ղեկավարը չի բայց հայմատած իրանց ոնց որ մի քիչ իրան ցույց է տալիս որ պետության ղեկավարը ոչ թե նահանգապետ Ես էլ մի բաներ ավելացնեմ որովհետև խոսքս կարող է սա ֆրցենը ոնց ուզում են ասեն ես միշտ ասել եմ ես ուզում եմ իմ երկիրը ղեկավարի ամենաուժեղ ամենախելացի ղեկավարը որ չկարենան իրան քֆուր քյաֆարանեն հանրային տիրույթում դա թույլ ղեկավարից է իսկապես թույլ ղեկավարը որ թույլ է տալիս որ ժողովրդավարության ներքո իրան հայհոյ են ես վատ եմ զգում դրա համար որ իմ պետության ղեկավարին կան մարդիկ որ ազատ հայհոյում են ու պատասխանատվության էլ չեն կանչում ես համարում եմ որ երկրի ներսում անհամերաշխություն կա հայը հային ատում է քաղաքական մտքեր չկիսելով քաղաքական հայացքներ չկիսելով էլի հայհոյում են անիծում են ինչպես որ ինձ էլ են այդ նույն ձև վարվում ես համարում եմ որ ժողովրդավարությունը խոցված է հիվանդ է եւ սա ժողովրդավարություն չի սա լկտիություն է եւ սահմանների անցում է այդ դրա համար Փաշինյանին կարելի է լիքը մեղադրել որ ասել եմ ու էլի եմ ասեմ որ ունի բլոգերներ ովքեր որ եւս ատելություն են քարազում որ պարապ են մնում հիշում են Ղարաբաղցի հայաստանցի թեզը սկսում են դա ծիր կատալ առաջ տալ դրանից խոսան գիտեն որ գեներացված ատելություն կա հնուց եկած ու որն էլ չպետք է տա արմատավորվեր չպետք է տա խորանար մեր ժողովրդի մեջ եւ որոշ տգետ կամ անպետք Ղարաբաղցիների պահվածքը վերագրեն բոլոր Ղարաբաղցիներին կամ որոշ Երևանցի տգետ Երևանցու պահվածքը բոլոր երևանցիներին նկա արա հարց ունեք կոնկրետ մարդկանց հետ կոնկրետ մարդկանց դիմեք ասեք այս ինչ մարդը այս ինչ գյուղացի այս ինչ չոբանը այս ինչ համայնքապետը այս ինչ այգեպանը մեր զինվորին sense բանը ասել վերագրում են ամբողջ ժողովրդին արցախցիների Ժորժ ջան այդ բլոգերներին ես մենակ ասեմ եթե միջև ընտրությունների օրը իշխանության այդ բլոգերները պատժվեն ովքեր որ տես բաներ են անում եթե ես տենամ իշխանության մակարդակի բարձր ամբիոնից ազգային ժողովի ամբիոնից կամ հրապարակային ինչ որ Facebook-յան էջով հորդորեն ասեն հարգելի Հայաստանի Հանրապետության լրագրողներ, բլոգերներ, իշխանամետ, ոչ իշխանամետ, ձեզ հորդորում ենք, որ այսպիսի խոսակցություններ չտանեք Հայաստանցի Ղարաբաղցի ժողովուրդների մեջ սեփ չխրեք, մանիպուլյատիվ բաներով չզբաղվեք, եթե ստենամ իշխանության անունից այսպիսի խոսք կա, հորդոր կա, ես մի քիչ կմեղմանամ իրանց հանդեպ,
կարևոր է իմ մեղման ալնել, կոշտան ալնել, ետել ասեմ, որովհետև ես էլ եմ բլոգեր, ես էլ եմ հասարակության ինչ-որ շերտի ներկայացնում կամ հասարակության ինչ-որ շերտի կարծիք բարձրաձայնում, իրանց գրպանի բլոգերներն էլ ինչու պետքա ես անընդհատ հետ դառնամ հանրային կյանքը կարևոր հարցերը, կարևոր խնդիրները թողած, մանավանդ քարոզարշավի փուլում, ես դառնամ իրանց պղտորող, օդը պղտորող, հանրային կյանքը պղտորող բլոգերների կամ իրանց երկրպագող անձանց անդրադառնամ։ Այդ մի քանի բլոգերը այտենց իրանց սպահում են, լիքը մարդիկ էլ կան, որ բաներ են լսել առասպելական, արկածային, դենց չգիտեմ էլի հեքիաթի ժանրի էլ, Ղարաբաղցիները սենց են արել, Ղարաբաղցիները նենց են արել, վերագրելով ամբողջ Ղարաբաղցիներին, այդ մարդիկ էլ այդ թույնը վերցնում են, սենց տարածում, փոշոտում էլի դա կատարվում։ Դա հատուկ փոշոտում է իսկապես։ Ցավոք սրտի դուք եթե այտենց մեղվի նման չեք անում, էլի փոշոտումը ծաղկից ծաղիկ չեք գնում, որ մեղր սարքեք, այլ ծաղկից ծաղիկ գնում եք թույն եք սարքում, այդ թույնը մնում է հանրային կյանքում եւ ես էլի իմ նման միգուցե էլի շատ կան բլոգերներ, հանրային ճանաչելիություն ունեցող անձինք, ովքեր որ պայքարում են դրա դեմ, փաստորեն իրանց առողջությունն են կորցնում, իրանց ժամանակն են թանկագին ծախսում, որպեսզի որ ասում մի հատ գիշ քարակցում ծովի մեջ 1000 խելոք չի կարում ծովից այդ քարը հանի, հիմա դրանք են կամ կարասի մեջ մի հատ մուկա մտնում, սաղ ավիրում է իրար, սաղ կարասի մեջի ուտելիքը, այսքան մենք արժեքներ ունենք, այսքան մենք հայտնի լավ մարդիկ ունենք, այսքան լավ երևույթներ է մեր շուրջը կատարվում, փոխարեն այդ լավ երևույթներից խոսանք, ֆիքսվել ենք, գիտես Ղարաբաղ մի տանց գողանալու համար զինվորին դատել են, դե եթե զինվորին դատել են, մենակ հայաստանցի զինվորին չեն դատել, Ղարաբաղցի զինվորի էլ են դատել, եթե ընդ մի հայաստանցի զինվորի ծեծել են, ծեծողը եւ հայաստանցի է եղել այդ մի զինվորին, դեպքն անդ է եղել եւ լիքը այլ բաներ կա, որ շատ են ուռճացնում, նույնիսկ եթե իրանց պատկերացրածի նույնիսկ 50%-ն էլ է ճիշտ, ես ճիշտ չեմ համարում, որ դա պետք է հանրային կերպով անընդհատ հիշատակվի, հիշեցվի, ես քննադատում եմ այդ մարդկանց, ես քննադատում եմ ով որ զինվորին վատ է վերաբերվել, բայց ուզում եմ ասեմ, ես էլ Ղարաբաղցի զինվոր եմ, ինձ էլ են եղել վատ վերաբերվող սպաներ, ինձ էլ է եղել մարդ, որ հետը կոնտակտը չի ստացվել, հիմա ներդաշնակություն չի եղել հարաբերության մեջ, ոսկի մի ռոտում, մի վաշտում ենք ծառայել, իրար հետ չենք ունեցել, համ Ղարաբաղցի է եղել տենց հարաբերություն, համ Հայաստանի եսին որ գյուղից քաղաքից, չեմ էլ ֆիքսվել, դենան որ քաղաքից է, որ սաղ կյանքս ատ եմ ասեմ, վայ այս քաղաքի ժողովուրդը սաղ վատ են, որովհետև ես հասկացել եմ, որ դա քաղաքի բնակավայրի հետ կապ չունի, դա այդ մարդու տեսակն է, դա մարդկային տեսակ է, ինչպես կարելի է այդ իշխանամետ բլոգերների որոշները, ինչու եք տենց բաներով զբաղվում, մի բան էլ գիտեմ, որ փող են ստանում իրանց համար աշխատում են, բայց ոչ թե փող են ստանում, որ կոնկրետ այդ գործով զբաղվեն, փող են ստանում, հա, որ ցեղ շպրտեն իրանց վրա հարձակվող քաղաքական ուժերի վրա, դրա համար ես բան չեմ ասում, ինչ ուզում եք արեք, դուք ձեր քաղաքական, բայց փող ստանաք դրա հետ մեկտեղ եւ Ղարաբաղցի հայաստանցի բառակտում մտցնեք, դուք պետք է պատասխանատվության կանչվեք, ընդհանրապես շատ բաներ սուտ են ասում, այդ բլոգերները ես ձեզ ասում ժողովուրդ ջան, մեկը սաղ պարզվելու է, մի օր էլ գալու են, մեկը էլ իշխանություն, այդ իշխանության բլոգերները լինելու են հաշտարար, համերաշխեցնող, միասնության կողմնակից, այսօրվա իշխանության որոշ բլոգերներ կողմ են բաժանում են, որովհետև դրանից ինչ որ օգուտ եկամուտ ստանում են, չգիտեմ ինչն է նպատակը, եթե ոչ օտարերկրագործակալ են, բայց կգա մի ժամանակ, որ արդեն մարդիկ կֆիքսվեն եւ գիտեք ինչ կպատմեն բանակից, թե բանակում ինչ լավ բաներ սովորեցին, թե ինչ կարգապահություն սովորեցին, Ղարաբաղում ծառայելով, լավ բաները կսկսեն ասելը, խի սաղ վատ էր, եթե սաղ վատ էր Ղարաբաղի բանակում, ինձ ծառայած զորամասերում, երկու զորամասում ես պատիվ եմ ունեցել ծառայեմ, եւ զինվորական, եւ պայմանագրային, երկու զորամասերում էլ բոլոր սաղ գնդի, թե վաշտի, թե գումարտակի, թե ընդհանրապես չաստի լավ տղերքը, որ իրանք յախշավատ են եղել մեր այս խոսակցականով ասեմ, եղել են հայաստանցի,
Եղել է Գյումրեցի, եղել է Էջմիածինցի, եղել է Մարտունեցի, Լոռեցի, Երևանցի, Հայաստանի բոլոր գյուղ քաղաքներից եղել են թափով տղերք, որ իրանց ոչ մեկ չէր կարող ասել աչքիդ վերևը ունք կար։ Իրանք Ղարաբաղի հողի վրա, Ղարաբաղի ժողովրդի մեջ օֆիցերներն են Ղարաբաղցիների մեջը ծառայել են, այդ տղերքը թասիբով, նամուսով ուժեղ տղերք են եղել, ծառայել են, բայց մի բան ասեմ, շատ ժամանակ ընկերներ ջան, նայեք, ես տղամարդկությունը մի բան ասեմ, այնչի որ իր այդ վատ բանը ալնեմ, գալիս է մամայի փեշկի տակ մտնում, սկսում պատմել է, որ իրան ճնշել է, նեղել է, խնձորը չեն տվել, տանձը կընտրել, էսի յուրաքանչյուր տղամարդու մեջ էլ կա այդպես բանավոր, յուրաքանչյուր չէ, բայց շատ տղամարդկանց մոտ էլ կա այդ բանավորությունը, որ կյանքի դաժան օրը բանը գնում եմ մամային պատմում, դժվարությունը ալնում գնում եմ մամային պատմում։ Հիմա մաման էլ գիտենք սուրբ է, գիտեք որ մաման էլ սրտացավ է երեխայի համար, սիրտը ցավելա, լավ չի զգացել, մտածել է թե իր երեխուն ընդ օր ու արև չէին տալիս։ Էլ չի ասեմ որ լավ կարող է եւ իմ երեխու մեջ էլ ինչ որ խնդիր է եղել, որովհետեւ այդ դեպքերը միայն ոչ թե հայաստանցի զինվորի հանդեպ էր, այլ Ղարաբաղցի զինվորի հանդեպ էր։ Ես գիտեմ որ անասունի ձագերել են եղել, իսկապես որ ճշտամաբար էին տրամադրված Հայաստանի ժողովրդի հանդեպ։ Ես չեմ հերքում եմ ասում տենց բաներ չի եղել, ամոթ կլինի, ես սուտ բան ասած չկամ, եղել են տենց դեպքեր, բայց եթե այսօրվա խաղաղ պայմաններում, եթե այսօրվա դուրսությամբ Ղարաբաղցիներն սա Հայաստանի մեջ ապրելով, հասկանալով որ իրանց են թույնել, լիքը մարդկա փոշմանել ասում հա ես սխալ կարծիք ունեի Հայաստանի ժողովրդի հանդեպ ապրելով հասկացել եմ որ միևնույն ժողովուրդն ենք, իրար նման մարդիկ ենք, իրանց սխալը հասկանում են, ընդունում են, համերաշխվում են, մերվում են ժողովրդի հետ, բայց չէ, կան բլոգերներ, կան հայտնի մարդիկ, որոնք դեռ շարունակում են այդ երգը երգալ, այդ թունավոր երգը, այդ ատելության քարոզող երգը երգել։ Այդ լավ, ես ձեզ ասում եմ, նորից կրկնեմ, հավաստիացնում եմ ամբողջ Ղարաբաղի գնդի լավ տղերքը ամեն վաշտի գումարտակի եւ չաստի, որ ասում են պալգավոյ, եղել են հիմնականում Հայաստանի տարբեր գյուղեր քաղաքներից։ Ու եթե ընդ իրան սխալ պահող երեխա եղել, ծեծել են, եղել է դե ամեն տնից մարդ է եկել, ամեն տան տարբեր դաստիարակություն, ամեն երեխու մեջ տարբեր մտածելակերպ, եղել են եւ վատ երեխեք էլ, բայց այդ վատ երեխեքը ես ասեմ, բոլոր գյուղերում քաղաքներում կլինեն, որ ասում են շուն չկա, գյուղ չկա, որ շուն չլինի, նույնը հիմա բանակ զորամաս չկա, որ այդ զորամասում վատ զինվորել չլինի, կամ 2 տարվա մեջ դաստիարակվել են, կամ տենց էլ փթախտը մեջը եկել են մամային պատմել, բա ինձ ծեծել են, դե ծեծել են Գևորգն էլ է ծեծկերել, ես էֆիրը չլներ, մեր տնեցիք չէին իմանա ես որ ծեծել եմ կերել, հիմա ինչ կա որ Երևանցի օֆիցեր էր, Երևանցի մեկ այլ քաղաքից չգիտեմ, Ֆագոտ թե 120 բանը զվոդը հայերեն ոնց է ջոկ դասակ հա դասակի հրամանատար ավակ լեյտենանտը լավ ծեծելա այնց ադուշի ծեծելա ա չեմ ասել որ քաղաքից եք դուք որ ես բանակս պրսնեմ գնամ նստեմ դիվանին պարկեմ սկսեմ մեկնաբանություններ քֆուր քյաֆար գրելը ասեմ ես ինչ քաղաքի ժողովուրդը վատ է ինչ Հայաստանից ինչ Ղարաբաղցի երկու տգետ բլոգեր կան վերցրել են իրանց այդ խոսքը գիտե որ թունավոր մարդիկ էլ լայք են դնում, թունավոր մարդիկ էլ դուր է գալիս, չէ, օրինակ, գիտեք մարդկա տխրություն է լսում երգի առումով, էլի, տխուր երգ է լսում, մարդկա ուրախ, հարսանիքի երգեր, ռեփ, տարբեր ոչի, տարբեր, որ ասում է, ժանրի երգեր կան, նույն էլ պատմությունները տարբեր ժանրի կան, մեկը համերաշխություն է, բարություն է քարոզում, հայրենասիրություն, սերություն ընդհանրապես էլի հայրենիքի, թե հայության, թե ընդհանրապես մարդկության հանդեպ Մեկն էլ դրած ուզում է այդ եղած փոքրիկ հայ ազգի հայ ժողովրդի մեջ կիսի մի քանի մասի բաժանի երբ որ մոռացում արդեն բան չկա անելու սկսում են դրանով զբաղվել բանակում բարդակ է եղել իրար են սպանել դա ամբողջ թե Ղարաբաղում է թե Հայաստանում Եղիշե ջան այդ բլոգերները որ տես թունավոր բաներ են անում ֆիքսվում է Ղարաբաղի վրա ես ասում ընդհանուր քո ասած բանը ճիշտ է բայց բանակը նկատի ունես նաև Հայաստանում թե Հայաստանում տենց դեպքեր չի եղել այս վերջում զանգել են ինձ ասում է Սիսյան
զորամասում են ցենից ցեցել Գևորգ Էսեն արա դենել Հայաստանցի զինվոր Հայաստանի մեկալ քաղաքի զորամասում ծառայող ցեցել են հաշմանդամ սարքել ինչ եք սարքել Ղարաբաղում sense բան եղել է Ղարաբաղ ով որ ասի չի եղել գալաթ հանում սուտա ասում եղել է տենց դեպքեր վաստա վերագրել որ ամբողջ Ղարաբաղցիները վատ են կամ սա Ղարաբաղի ժողովուրդը վատ էին տրամադրված լիքը մարդիկ շատ լավ էլ տրամադրված էին Հայաստանի հանդեպ ու Արևտուրը միշտ գնացել եկել են միշտ աղջիկ եկել ուզել դե ստեից են եկել աղջիկ ուզել բա հայ ազգային հայ ազգի ներկայացուցին ուզել հա հիմա ձեր 18 տարեկանին այդքան էլ ճիշտ չեք դասիրակել եկել անդե մեկի Տուրսիկը կներեք նասկինա գողացել ցեցակերել եկել աստե պատմում ասում Ղարաբաղից ցեցել են կամ չգիտեմ կռիսությունը արել մատնել է իր անկերոջը ցեցակերել հետո ասում եք Ղարաբաղցիները ցեցել են մեր երեխեքին Ղարաբաղցիները ձերը իմիջալոց այդ դուրակ Ղարաբաղցին Este Հայաստանի դուրակ մարդու եղբայրն է, գաղափարակիցն է, ու աշխարհը ինչքան դուրակներ կան ձեր գաղափարակիցն են, ինչ կապ ունի որտեղից են։ Էդի ձևա որ անում եք։ Դες Պուտինից եկանք ուր ընկակ, ասելիք սենա ժողովուրդ ջան, շատ երկար ծրի։ Որ մեր երկրում պետք է համերաշխություն եւ իսկապես սիլիկոնվի այդ ուղեղներով մարդիկ, որ քաղաքականության մեջ են սիլիկոն գանյատանը, ոչ թե գաղափար։ Արդեն ոնց որ հիվանդացած համատարած լծվածա երկրի ներսում Համաձայն չէ մի քանի անգամ կրկնեցիր թույլ տղա, խեղճ տղա եւ այլն ոչ կարգին տղերք են եղել ու Ղարաբաղցիք ճիշտ չեն պահել։ Ասում եմ թույլ տղա, եղել է նաեւ Սիսիանի զորամասում, սխալ տղա, գողացող տղա, էլի, եւ սխալ իրեն պահող տղա, ստելա ծեց գիրել։ Դիքին Գոհար ջան, այդ է խնդիրը, որ դուք ստեի մասին չեք խոսում, որ ստե նոյեմբերյանում ծեցել են, լորի բանում Կիրովականի դուցում ծեցել են, Սիսիանում ծեցել են եւ այլ Տեղերում զորամասերում ծեցել են, այդ ծեց կրտոցը դուք չեք խոսում, ասում եք Ղարաբաղում ծեցել, ինչ եք տենց ասում, դիքին Գոհար։ Դեռ մեկ դուք եք ազդեցության տակ ընկել։ Չնայած նրան, որ դուք տարբերվող եք, հա, խելացի եք եւ հասկացող եք, բայց դուք եք այդ բլոգերների ազդեցության տակ ընկել։ Այդ բլոգերը փողաստանում տենց բան է անում։ Ես որ միլիոններ էլ տա, ես տենց բաներ չեմ անի, ես ճիշտն եմ խոսում։ Կարակ ասեք չի եղել, դե հիմա հերք եք խոսքս, նստած հանգիստ զրուցում ենք, ասեք Գևորգ չէ, ստեի զորամասերում զինվորը չի ծեցվել, ստեի մենակ զորամաս չի, այդ ֆուտսոնը, այդ ոչ մի բանը, եւ նրա նմանները, ասում են Ղարաբաղից յուր մեկում նստած զինվորներին ծեցել են, սպանել են, փող են ուզել, դուք գիտեք որ այդ նույն բաները Ղարաբաղցի զինվորի հանդեպել են արել, իմացել են հայրը հարուստա կամ ինչ որ կարան փողքեր են արել են Բա այդ բլոկերը խիա ֆիքսել որպես Ղարաբաղցի Հայաստանցի պարակտոմը լինի։ Հիմա որ իշխանափոխություն լինի, այդ բլոգերին վարատնիկից քաշեն բերեն մեյդան։ Գիտեք ինչ անելու։ Չոքելու է, չոք ասի ներողություն եմ խնդրում ասածներից համար։ Ասացեք տենամ, բայց ձեր համար ինչ ծառայություն մատուցեմ։ Ասացեք ում կծեմ, քսի տվեք մեկին բռնեմ թափահարեմ, մեկ քաղաքական գործի մենակ թե ինձ ոչ մի բան մի արեք։ Շունը, ստրուկը, հոգեբանությամբ եւ մտքով ստրուկը, սաղ կյանքը լինելու է ստրուկ, իշխանափոխություն լինելու է ստրուկ, այսօր այս իշխանությանն է ծառայում, վաղը մյուս իշխանությանն է ծառայելու։ Մի անգամ Ռիտա Սարգսյանի հետ է նկարվել, հետո Աննա Հակոբյանի հետ է նկարվել, վաղը մյուս օրը մեկ ուրիշի հետ է նկարվելու, բայց ինձ դուք չեք տեսնի ես որ ինչ որ գնամ մեկին շողոքորթեմ հետը նկարվեմ հետը լավ հարաբերություն հաստատեմ, որ հələ մի բան էլ ասեմ, մի անգամ 2 տարի առաջ մի հատ ծնունդ ա եղել Այնպես է դասավորվել, որ նույն ծնունդին ես էլ եմ մասնակցել Տիկին Աննա Հակոբյանն էլ։ Ոչ հետը բառ եմ խոսացած, ոչ էլ ձեռով բարև եմ տվել, ոչ էլ նույնիսկ շփվել եմ, հերվից եմ տեսել մեծ զալում։ Բռնել են լիքը այս բլոգերի մակարդակի տուֆտա ազնվորություններ, այդ տեսել որ վիդեոդեն նախրը ծնունդը հրապարակել են, հայտնի երգչուհիներ, երգիչներ են եղել այդ ծնունդում, ես էլ եմ այդ վիդեոյի մեջ երևաց է որ այդ երգչուհին ինձ ողջունում է, ինձ ասում է Գևորգ մեր Ղարաբաղցի լավ եղբայրը բան, սենց երգ ասելուց հետո սենց խոսքեր ասում, այդքանը տեսել են էդի հեչ, դե որ նույն զալում են եղել, դե ուրեմն Աննա Հակոբյանն է Գևորգին ֆինանսավորողը, որ խոսա, այն տունը է որ սարքել է փայտից տուն է սարքել Գևորգը, դա Աննա Հակոբյանն է ֆինանսավորել, դուք չգիտեիք որ Գևորգին Աննա Հակոբյանն է ֆինանսավորում, չէ, ուրեմն չեք տեսել որ իրանք նույն ծնունդի մասնակցել են, այս էլ հիմնականում սա էլ իմ Ղարաբաղցի զեմլակներից է, այս կնոջ ժանրի բամբասանքները տարածվում, որտեղ լուրջ մարդը պետքա փաստ ունենա խոսա, ուրեմն 50-ից 60 հոգի ինձ աջակցեն ես տունս ավարտին հասցնեմ, տունը ճիշտ է ես եմ կառուցել 70%, վերջի 30%-ը իմ հետևորդների, այն էլ 80%-ը արտասահմանում ապրող, մեկը լիբանանահայ, մեկը սիրիահայ, մեկը պարսկահայ, մեկը Հայաստան ապարացել չի, ծնվածել չի, Ամերիկա ծնված մեծացել, այսինքն այդ 50-60 հոգին, որ ինձ աջակցել են
այդ մարդկանց արածը սաղ զրո Աննա Հակոբյանն է ինձ աջակցել։ Ունեք փաստեր, որ Աննա Հակոբյանը 1000 դրամ ներդրում ունի արածը։ Չնայած եթե Աննա Հակոբյանը ինձ աջակցած ելներ, անկեղծ ասած կվերցնեի, բայց աջակցության կարգի ոչ թե փող տար, ասա մեր համար հաչա Ղարաբաղցի հայաստանցի խոսակցություններ տարածի, ինչպես որ իրանց սեփական գրպանային բլոգերը անում է։ Բայց Տիկին Հակոբյանը եւ մնացած մեր ապագա տիկնայք, վարչապետի տիկնայք, նախագահի տիկնայք, թող լավ իմանան, որ այդ շնիկին կերակրեն հաջորդ իշխանություններին մեկը գնալու է մեկ էլ իրաց ծառայի։ Դա բնավորության գիծ է։ Դա խարակտեր է, էլի։ Հա, հիշում եք Գոհար ջան, բարով այլեք արժանի տղա, շնորհակալություն։ Դե ուտում ասեմ իմ ընկերները, իմ Facebook-յան քույր եղբայրները ինձ աջակցեն վերջում մի քանի ապուշ ֆրասի Գևորգին Աննա Հակոբյանն, բա ապացույց անի մի հատ, ապացույց կա որ Աննա Հակոբյանը վերջի իշխանափոխություն ալնելու ԱԱՑ-ն այն ժամանակ փոխվելու է հրամկազմը կհրապարակենք ասեն հայ բլոգերը օտար երկրա գործակալ է, ինչպես ես որ ենթադրություն եմ հայտնել որ այդ բլոգերը օտար երկրա գործակալ է, ինչպես նաև իշխանության բլոգերն է, երկու կրկնակի ագենտ է աշխատում։ Նույնը կգա մի ժամանակ ինձ էլ կասեն եւ բայց պետք է ապացույցներով բան անեն։ Ես նույնիսկ ավելին ասեմ, ովքեր որ կապ ունեն ԱԱՑ-ի հետ, բան կարող են ներքին կարգով գնան ճշտեն, ԱԱՑ-ն ինձ լավ է ճանաչում, գիտեք ինչպես է լավ ճանաչում։ Եթե դուք ինձ 20 րոպե եք տեսնում Facebook-ում 30 րոպե, 24 ժամ իմ հեռախոսը իմ գլխի մոտ է, իմ գրպանում է, իմ ավտոյի մեջ է, իմ մոտ է միշտ իմ հեռախոսը։ Եվ նույնիսկ իմ զրույցը իմ ընտանիքի անդամների կամ հեռախոսազանգը ուրիշների ներքին կարգով որ խոսում ենք, սա ձայնագրվում, սա լսվում է։ Եթե մի փոքրիկ ին վրա կեղտ բռնեն, կհրապարակեն կասենես, ասենց բաներ է խոսում, բայց Քոչարյանից փող է ստացել, կամ Տաշիր Սամոյից փող է ստացել, կամ Նիկոլ Փաշինյանից փող է ստացել, ասենց բաներ է խոսում։ Չգիտեմ, դե ես որ մաքուր եմ ապրում, ես հանգիստ եմ ապրում, լրիվ հանգիստ, խիղճ հանգիստ, մենակ ուղեղս չի հանգիստ մի բանում, որ այս ատելությունը դեռ շարունակվում է։ Որ Ղարաբաղցի հայաստանցի խոսություն դարձել ժողովրդի բերանում, ժողովուրդ ջան, բոլորս էլ հայ ենք։ Դե գիտեք Տիկին Վարդուհի, դուք որպես հայաստանցի, ինչքան հիշում եմ Կիրովականի կամ Տավուշցեք դուք, հա, ոնց հիշում եմ։ Եվ լիքը հայաստանցի իմ հետևորդների մեծամասնությունը Հայաստանից է կոնկրետ։ Ղարաբաղից քիչ ունեմ հետևորդներ, բայց որակով sense խելացի իմաստուն։ Իմ հետևորդների մեջ չես գտնի ատելության քարոզ տանողներ, քարոզի կողմնակիցներ ատելության։ Հակառակը մի 150-200 հոգի եղել են, գնացել են իրաց գործերին։ Եղել են, որովհետև նրա այդ ում նկատի ունենք եւ իր նմանների մոլի երկրպագու են եղել, ազդեցության տակ են եղել, բայց ոչինչ կմեծանա շատ բան կհասկանա, որ իրանք ատելության թմրանյութի ազդեցության տակ են եղել։ Իսկ Գևորգը ատելություն չի քարոզում, դրա համար իմ մոտ մնացել են եւ ավելացել են, երբ որ ես տենց մարդկանց հետ շփում եմ ունեցել մի քանի ամիս, մի 150-200 հոգի ավելացել են հետևորդներս իր երկրպագողներից։ Հետո ես որ իր հետ կապ չեմ ունեցել 20,000 հոգի մոտորապես 21-22 հազար հոգի, ինչքան գիտեմ այդքան թիվ, հələ կարա շատ է 25,000 լինի։ Հա, մի 25,000 մարդ ավելացել է, պատկերացնում եք 200 հոգի իրա ճանաչելով եկել են ինձ հետ ընկերություն արել, բայց որ տեսել են Գևորգը իրա մակարդակի մարդ չի, իրա նման չի իրան պահում։ Այդ 200 հոգին ջնջվել են գնացել իրաց գործեր են 20,000-ից ավել մարդ ինձ պատպիսկ է եղել։ Ինչի որտեվ հոգնել է արդեն ատելության քարոզից, մանա գալիս համերաշխություն, մանա գալիս արդարություն, ճշմարտություն, մանա գալիս որ անկախ մարդ խոսա, անկախ բլոգեր խոսա, չկաշառված, որ իրան չկաշառ են ասա մեր համար sense խոսա։ Հա, իմացա Տիկին Վարդուհի։ Այսքանը ժողովուրդ ջան, ես եթե ինչ որ մեկը կարա ինձ համոզի, ապացուցի, որ մենակ Ղարաբաղում էր տենց դեպքեր, Հայաստանի զորամասերում կամ բանտերում չի եղել տենց դեպքեր եւ չկա տենց դեպքեր, որ Ղարաբաղում զինվորին խոզի լափ էին տալիս, տենց էլ են, չի ասում, բայց Հայաստանում տորթ էին տալիս բուլկի եւ քաղցրավենիքներ, բան ամեն ինչ։ Ժողովուրդ, կասեմ գալաթ եմ արել այս եթերի համար։ Բայց ես գիտեմ ինչ տվել են ստե Հայաստանում, տվել են նաև Ղարաբաղում։ Ինչքան ծեծել են դե Հայաստանի զինվորին, Հայաստանի զինվորից դել են ծեծել։ Միշտ եղել է այդ տեսակի մարդիկ, որ նույնիսկ ատել են
մեկ այլ բնակավայրի ժողովրդին։ Մեր հայերից մեջ կա, այսիշ գյուղից աղջիկ մի ուզեք, որ այդ գյուղից շունել չպիտի բերես։ Հիմարություն։ Լավ չի երկարցնեմ։ Հաջողություն բոլորի հուսով եմ ուշադիր կլնեք բոլորի խոսքերի մեջ։ Սատանաներին հրեշտակի շորեր հակած։ Молюсь Господу, спаси, пожалуйста, о Боже мой, божественные слова։ Սենց բաներ են ասելու, աստծան ու տալու են, բայց իրանց տակից օտարերկրյա ագենստվան իրանց թույլ չի տալու, որ իրանք արդարության, միասնության կողմնակից լինեն։ Լավ մնացեք, հաջողություն։